ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Ռուսաստանը բոլոր հանգամանքներում հավատարիմ է իր գործընկերների նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները պայմանագրային իրավական ամուր հիմք ունեն, որով ամրագրվում է այդ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ասված է ԱԳՆ հրապարակման մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական եւ գաղափարախոսական սերտ կապերը։ ԵԱՏՄ-ին անդամակցությունն էլ իրական շոշափելի օգուտներ է բերում Հայաստանին, բացի այդ հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ է, բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով։ Մենք աջակցում ենք կազմակերպության աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությանը, ընդգծում են ՌԴԱԳՆ-ում։ Նշվում է, որ Ռուսաստանը հաստատում է իր դերակատարումը որպես Հայաստանի հիմնական եւ հուսալի առևտրային ու ներդրումային գործընկեր, պարենային եւ էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Ըստ գերատեսչության նաեւ առկա է օրինակ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ներուժ։ Ռուսական կողմը հույս է հայտնում, որ արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ գործակցության կրճատում։ Նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծիք է հայտնել, թե իբր Եվրամիության հետ մերձեցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի, այդ թվում Հայաստանի համար, եւ իբր կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Իրանի նախագահը հայտարարել է, որ հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքը արձագանքել բանակցելու ԱՄՆ նախագահի առաջարկին, ինքը արտգործնախարար Արաղչիին հանձնարարել է ապահովել արդար եւ անաչառ բանակցություններ։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, դրանք պետք է լինեն արժանապատիվ եւ համապատասխանեն Իսլամական Հանրապետության շահերին։ Հարկավոր է ստեղծել սպառնալիքներից եւ անհիմն ակնկալիքներից զերծ մթնոլորտ, շեշտել է Իրանի նախագահը։ Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Ստամբուլում փետրվարի 6-ին հնարավոր է տեղի ունենա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Ակնկալվում է, որ օրակարգում է լինելու Իրանի միջուկային ծրագիրը։ Այս ֆոնին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից հասցնել 20%-ի, պայմանով, որ Միացյալ Նահանգները եւս գնա զիջումների։ Նրա խոսքով Վաշինգտոնից բանակցելու առաջարկներ են ստանում եւ հույս կա, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել։ Միևնույն ժամանակ Շամխանին նախազգուշացրել է, որ ամերիկյան ագրեսիայի դեպքում Իսրայելի տարածքը եւս կդառնա օրինական թիրախ։ Իրանի շուրջ իրավիճակին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, հայտարարել, եթե բանակցությունները ձախողվեն, շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ է շարժվում։ Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը եւ ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից, ինչպես նաեւ Վենեսուելայից, հայտարարել է ԱՄՆ նախագահը Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։ Այս քայլը կօգնի ավարտել պատերազմն Ուկրաինայում, ընդգծել է Դոնալդ Թրամփը։ Նա նաեւ տեղեկացրել է ԱՄՆ-Հնդկաստան առևտրային համաձայնագրի մասին, որը Թրամփի ձևակերպմամբ ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ըստ պայմանավորվածության Միացյալ Նահանգները Հնդկաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%, իսկ Հնդկաստանը կշարունակի Միացյալ Նահանգների նկատմամբ առևտրային սահմանափակումները զրոյացնելու ուղղությամբ աշխատանքները։ Գործարքի շրջանակում Նյու Դելին նաեւ պարտավորվել է գնել ավելի քան $500 միլիարդ ամերիկյան ապրանքներ, այդ թվում էներգետիկ, ածխային եւ գյուղատնտեսական։ Հնդկաստանի հետ մեր հրաշալի հարաբերություններն ավելի ամուր կդառնան, շեշտել է Թրամփը։ Նարենդրա Մոդին եւս մեկնաբանել է Թրամփի հետ զրույցը, շնորհակալություն հայտնել մաքսատուրքերը նվազեցնելու համար։ Երկու խոշոր տնտեսությունների եւ աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունների գործակցությունն օգուտ կբերի մեր ժողովուրդներին եւ փոխշահավետ գործակցության հնարավորություններ կբացի, շեշտել է Հնդկաստանի վարչապետը, հավելել, որ Թրամփը լուրջ ներդրում ունի համաշխարհային խաղաղության, կայունության եւ բարգավաճման գործում։ Միևնույն ժամանակ նա չի անդրադարձել Թրամփի հայտարարությանը, որ Նյու Դելին հրաժարվում է ռուսական նավթից։ Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածները, տեղական իշխանության տվյալով Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել։ Կան վիրավորներ, մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության։ Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ մայրաքաղաքում ջերմաստիճանը հասնում է -20-ի։ Բացի այդ, ռուսական զորքերը հարվածել են Խարկովին, կան վիրավորներ, նշվում է, որ թիրախում է եղել գլխավորապես էներգետիկ համակարգը։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հաստատել է, որ Կիևում, Խարկովում եւ Դնեպրում էլեկտրականներ եւ ջերմաէլեկտրականներ են խոցվել։ Օդեսայի մարզում էլ ավելի քան 50,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Հունվարի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է Պուտինին չհարվածել ուկրաինական էներգետիկ համակարգին, հաշվի առնելով ուժեղ ցուրտ եղանակը։ Կրեմլը հաստատել էր, որ համաձայնել են Թրամփի առաջարկին մինչև փետրվարի 1-ը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը խոստացել է առաջիկա օրերին լավ լուրեր հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ, որոնց հերթական փուլը նախատեսված է Աբու Դաբիում փետրվարի 4-ից 5-ը։
Դիանա Գասպարյան, լուրեր։